Ու Յանա ինչ-որ բան ունես ասելու մեր պատպլիշիկներին։ Եթե ինչ-որ տարօրինակ բան եք նկատել այս վլոգում, գրեք կոմենտարիաներում։ Բարև բոլորին, դուք GTX ալիքում եք, չմոռանաք բաժնորդագրվել մեր ալիքին, լայքեր դնել, կոմենտներ գրել ու չմոռանաք ֆոլոw-տալ մեր Instagram-ին, որ ոչ մի կոնտենտ բաց չթողնենք։ Ուրեմն ինչպես հիշում ենք, մենք ամեն շաբաթ փորձում ենք ինչ-որ մի տես հետաքրքիր բաներ անենք մեր ընտանիքի հետ, որ կայ ժամանակ անցկացնենք ու անկապ հեռախոսների մեջ չնստենք։ Ոյ հեսա մաչաները եկան։ Ես մաչայի գիժեմ, если что։ Ու դες միշտ մաման ասում էր, որ ինքը մեզ շատ լավ է ճանաչում ու մեզ գիտի прям на все 10 пальцев։ Դե որ մաման տենց մտածում է, որ մեզ բոլորիս տենց լավ է ճանաչում, ես, պապան, Յանան որոշեցին գնանք ու այդ ամեն ինչը ստուգենք, որ հասկանանք լուրջ տենց է, դե տենց չի, ու գնալու ենք մի հավես տեղ։ Սա մի քանի րոպեից մենք կասենք, ես ձեզ ցույց կտամ, ունդեղ մենք երեքով բան ենք պատրաստելու, ու հետո մաման պետքա հասկանա, որն եմ ես սարքել, որը պապան, որը Յանան։ Դες կտեսնենք արդյոք ինքը լուրջ, տենց լավ մեզ ճանաչում է։ Հո կարծիքով կճանաչի։ Ստում է մասամբ։ Հա, Յանան ասում է իր կարծիքով մաման իրեն չի ճանաչի, բայց սա կստուգենք ամեն ինչ։ Ու առաջինը ես եմ։ Դե հա, միշտ Յանան ուզում է առաջինը լինի։ Ես ուզում եմ ինձ նկարագրող, որ մաման մի փոքր հասկանա։ Իսկ ուզում ես մամային օգնես։ Դե հա, պիտի մի բանով հասկանա, չէ՞ որ ես եմ արել։ Ես մեկը արդեն ընտրել եմ, որ դες ամենը սիրած ծաղիկներն են, շատ են սիրում։ Մի հատ եմ կարծում եմ սպիտակ կսած, չէ։ Ես այդ ծաղիկը ուզում եի համ լիներ սենց շատ հարուստ գույներով, համ ուզում եի լիներ հանգիստ, համ ուզում եի լիներ, որտեղ մեր մաման շատ վառ է։ Ես ընտրեցի իմ ծաղիկները, առաջինը Մասյոլա, ճիշտ ասեցի։ Մատյոլան, որտեղ ինձ գույնը շատ ա դուր գալիս ու չգիտեմ, սիրուն է։ Փնջավորված վարդագույն, որտեղ շատ եմ սիրում վարդագույնը։ Մեկ է հատային սենց սպիտակ վարդեր, իմ կարծիքով մաման հասած կիմանա, որ ես եմ, որովհետև դրիվ ես եմ, չէ՞։ Յանայի բանները Ես ուզում եմ լինել շատ նուրբ, որ շատ չլինի, որտեղ իմ մաման ինքը շատ իրանով շնորհակալ։ Ինչ-որ սմուզիս, այսպես փորձի։ Որ մի բանն ես մամայի մեջ շատ զգնահատում ու շատ շնորհակալ ես, որ ինքը տենց է։ Կարծիքը հաշվի առնում, օրինակ լիքը տեղերում ինքը կգա իր վիդեոները մեզ ուտավ երեխեք ձեր դուրը գալիս է, ինչ-որ բան իրան չի մեր կարծիքը։ Այո, էլի ինքը։ Ես օրինակ մամայի մեջ ամենաշատը գնահատում եմ իր ոչ շատ խիստ լինելը, որովհետև մեկ-մեկ ես օրինակ ընկերուհիներ ունեմ, որ իրաց մամաները Խիստ է մաման։ Մաման խիստ չի, ես չի ասի, որ մախիստ։ Օրինակ, նե մաման մեզ թողել է շուտ տարիքից սկսվել։ Ուղղակի մեզ մաման խիստ չի, մաման մեզ ահա որ հասկանում տարիքից է դաստիարակել, ամեն ինքը մեզ նենց է դաստիարակել, բայց խիստ են օրինակ մաման միշտ ուզում է որ մենք սենս ունենք մեր սենյակը, մեր ամեն ինչը, մենք ուղղակի ինքը չգիտեմ, մեզ գոռալով այդ ամեն ինչը մեզ չի բացատրել, հասկանում ես։ Հետո երբ Յան իր ծաղիկը սարքեց, ցույցի դժվար էր հավաքելը քո համար։ Որ բուկետը լինի սիրուն ու կոկիկ ինձ նելին օգնելու է, քանի որ մենակով ես չի կարողանա։ Հիմա ինչից ենք սկսում, ինչ ենք անում ծաղիկից։ Մի քիչ խոսամ մամայից, քանի որ մամայի վլոգն է։ Ես շատ եմ սիրում մամային, իմ մաման ծաղիկները այդքան չի սիրում, որտեղ ասում է, որ ծաղիկները երկար չես կարող պահես, բայց իմ կարծիքով էտել է իր մեջ ինչ-որ խորհրդավորությունի, չգիտեմ։ Եթե մաման իմանա մեր կողմից ենք, կսիրի վստահ է։ Այո։ Տարբերվող շատ լավ մամա է, որ ինքը մեզ ամեն ինչով sense բաց հա թողում մեր երազանքներով, մեր ամեն ինչով, ու ես էլ կուզեի տենց լինեի իմ ապակա երեխեքի հետ, բայց նաև բաներ կա, որ ես տենց չի ուզենալ իմ մամայի հետ։ Իմ երեխեքի հետ, օրինակ մաման մեզ շատ ասում է ինքնուրույն լինենք։ Ճիշտ է, ճիշտ է անում, բայց այդ ինձ ձեռ չի տալիս, բայց ապագայում ձեր կտա։ Դա շատ կօգնի քեզ։ Վարդը ունի գլխիկ ինքը լիարժեք, կարող ես սկսել այստեղից։ Կողքից հավաքեմ, այո, դու այս հատվածից պահելու ես, ահա, սկսելու ես, կարող ես անգամ երկու կանաչ սենց շուրջը կդնես, որ կողմից դնենք, այսինքն իրան կօգտագործենք այս կողմից, թե այս կողմից, փոչերը միանշանակ գնում է մի ուղղությամբ, ու ցանկացածին է վերաբերվում, խոտ թե ծաղիկ։ Շատ օրինակ, սա դնում ենք այսպես։ Սենց մատով կարող ես ֆիքսել հանգիստ, հաջորդը կդնենք սա այսպես։ Իրան կարաս մի քիչ բարձր ու արդեն քո ցանկությունն է, ոնց դու կշարունակես։ Աշխատում ես ձեռքիդ տակ կանաչ չլինի, չի կարելի։ Խոտը ձեռքիդ տակ չլինի։ Ու մնացած արդեն քո ցանկությամբ ոնց պատկերացնում ես, այդպես էլ հավաքի։ Իմ ու մամայի արտաքինը շատ նման է։
մեր ձեռքերը, մեր ոտքերը շատ նման են, բայց մեկ ինչ սիրուն է ուղղակի լինում, չէ՞։ Վան, բայց մամայի հետ ես շատ կապված եմ։ Մենք իրար ընդհանրապես տենց իմ կարծիքով նման չենք, բայց իրար հետ շատ կապված ենք։ Ու ինչ լինում է, այն որ մաման ինձ զգում է, ես մամային զգում եմ, բայց օրինակ պապային եմ շատ նման։ Լիքը հարցերում մենք նույն տեսանկյունից ենք մտածում ու լիքը հարցերում եմ, որ մաման կար ինչ-որ կարծիք ունենա, ես դրա հետ ոչ մի տիպի համաձայն չլինեմ, բայց կուզեի մամայի պես խաղարար լինեի։ Ես մի քիչ դաժան եմ։ Դաժանը ո՞րն է, մի քիչ շատ սկանդալի ու ես շատ եմ տենց սկանդալներ անում։ Այդ ես չեմ ուզում, տենց ստացվում է, իմ բնավորությունն է, տենց իմ պապան էլ է տենց։ Ու բայց իմ մաման միշտ եմ որ տան խաղաղ աղավ լինի։ Վերջացրեցինք մեր բուկետը, վերջին պահը դա պետք է մենք սիրուն ժապավենով իրան կապենք։ Այդ մոտիկից գույները նայեք։ Այս վարդագույնը իմ ամենասիրած ծաղիկն է, այդ պատճառով եմ ես ընտրել, որ ինձնից մասնիկ լինի ու սպիտակն է, մամա սպիտակ։ Իմ դուրը շատ եկավ իր ծաղիկը ու ընդհանրապես ինձ թվում էր դու ավելի սենց ինչ որ ուրիշ բան կասա, քեզ մի քիչ շատ սովորական էր քո ծաղիկը։ Ողջույն սովորական չէ, ես տենց եմ մամային պատկերացնում, ես տենց է ծաղիկը պատկերացրել։ Երկրորդը ես էի, ես ուզում էի Էվայինը չինական ծաղիկ էր, դա ինչ որ եսում ինչ էր, ինչ որ պլաստիկից ծաղիկ էր։ Չինական չէր, պլաստիկից չէր, այն ընդհանրապես ինքը տարբերվող էր։ Ամենակարևորը որ բանը լինի տարբերվող։ Յուրաքանչյուր բան եթե տարբերվող է, հազար անգամ ավելի է սիրունանում։ Դրա համար ես որոշեցի, որ պետք է այդ ծաղիկը ներկայացնի ոնց որ ինձ, ես ոչ թե սարքեցի ծաղիկ, որ նման է մամային, այս սարքեցի ծաղիկ, որ նման է ինձ։ Ես մի բուկետ ու ես ընտրել եմ ավելի սենց հեքիաթային ծաղիկներ, որ խնդրեմ ինձ անունները կհիշացնեք։ Լիզիանտուս, Լիզիանտուս, այո, իր սպիտակ ու ֆիոլետովի գույնը եւ գերբերա։ Գերբերա։ Սա էլ կանաչա, որը որ աբյոմ տալու համար ենք օգտագործում։ Okay, ինձ թվում է մաման իմը շատ հեշտ կգուշակի, որովհետև ինքը գիտի ես ինչ գույներ եմ սիրում, ինչ տիպի ծաղիկներ եմ սիրում ու իր համար ինձ թվում է հեշտ կլինի։ Սկսել լիզիանտուսներով, իրենց կխմբավորենք երկուսը ինչ որտեղ, որ իրանք իրենց ասելիքը ունենան փնջի մեջ, տենց քանի որ երկու հատա առանձին չլինի։ Երկուսը միտեղ կօգտագործեն, ընթացքում դու կնայես որտեղ որ գեղեցիկ կգտնեն։ Շատ լավ։ Միած սենց եմ վերցնում ու սենց։ Ահա, վերցնում ես, այո։ Իսկ վրանք խաչի պես լինեն։ Հա, բոլորը սենց խաչված լինեն, բայց ընդհանուր փունջը վերջում լինելու է կլոր։ Okay։ Ուրեմն միջավայր հավաքում եմ, պատմեմ մամայի մասին։ Ես ու մաման իրար շատ նման ենք ու այդ բոլորն են նկատում։ Ինձ միշտ ասում են, որ համ հոգեբանական առումով, համ տես դեմքով իրար շատ նման ենք, հատկապես մեր հայացքը։ Ու ես շատ ուրախ եմ, որ մամային շատ նման եմ, որովհետև ոնց Յան ասաց, իրանք պապայի հետ մի քիչ ավելի տենց էմոցիոնալ են ու տենց այդքան հանգիստ չեն։ Ինչ-որ բան սխալ եմ անում, դե ճիշտ եմ անում։ Սխալ չես անում։ Փորձի գլխիկները հիմնականում դնել հավասար, չնայած որ իրանք բարձրացած են, այդպես շատ հնարավոր չի լինում։ Օգտագործում ես կանաչ, որպեսզի ավելի շնչող լինի փունջը։ Ու իմ համար մաման շատ ուրախ է, որ մաման прям շատ խիստ չի, ու ինքը մեզ միշտ թողել է, որ մենք իրան ընկեր համարենք։ Ափով ես բռնում, այո, այդպես։ Ու ինքը միշտ թողել է, որ մենք իրան ընկեր համարենք ու երբեք իրանից չենք վախեցել։ Միակ իր գլխավոր մինուսը, որ ինքը պրոֆեկցիոնիստկա է, այդ ես ամենտեղ ասում եմ, Յանան էլ է ասել, ծաղիկները շատ sense փափուկ են իմ համար, ոնց որ եթե իրանք մարդ լինեին, ինձ թվում է շատ sense բարի մարդ կլինեին հանգիստ։ Մեր տնօրենը իր բոլոր հարցազրույցների ժամանակ միշտ հարցնում ասում է, եթե դու լինեիր ծաղիկ, քեզ որ ծաղկին կնմանեցնեիր։ Ես քանի որ շատ ծաղիկներ ես չգիտեմ, բայց ես ինձ երևի յասամաներ իր անունը, հա, յասաման։ Գարնանային, ամենագեղեցիկ, ամենանուր։ Ծաղիկներ սպիտակը շատ արեցի։ Ահա։ Կանաչ կդնեմ։ Այո։ Բոլոր մամաների մոտ է, տենց որ իրանք եթե օրինակ, եթե ես հանկարծ ունեմ մամային խաբեմ, իմ մոտ այդ կյանքում չի ստացվի, որովհետև ինքը չգիտեմ որտեղից միշտ հասկանում է, որ ես ինչ-որ բան այն չեմ ասում։ Հետո ես կարամ ունենալ լավ դերասանական խաղն, բայց ինքը մեկը կասեյա, դե что-то не договариваешь։ Այդ ինձ մամաների սուպեր power-ն է, որ իրանք հասկանում են, երբ երեխա։ Որովհետև դու չես ուզում սրտանց մամային խաբել, դրա համար քո մոտ էլի արժեք դա չի ստացվում։ Այո։ Արդեն ես դնեմ, դե շուտա։ Ջան։ Ես դնեմ։ Գերբերաները կարող ես։ Չտակրքիր անունն է գերբերա։ Այո։ Շատ բարձր չդնես։ Մի հատ կդնեմ այս ֆիոլետովին։ Ես սա համարյա կվերջացնեմ։
Դե ինչ իմ փունջը պատրաստ է, շատ լավ է ստացվել, լրիվ իմ ոճի մեջ է, ու եթե մաման սա չգուշակեց, ես լուրջ կզարմանամ, որտեվ այս փունջը լրիվ նկարագրում է ինձ իմ կարծիքով։ Ընտրել եմ այս ծաղիկը, որովհետև շատ նման է մամային, իր գույնով, իր ազատ լինելով։ Սպիտակը, որովհետև սիրուն է, իսկ այս երկուսը, որովհետև շատ տարբերվող են, ու այս Յանան է, այս էլ ես։ Հերթը հասավ դիվան բաշում։ Հիմա փորձենք տեսնենք թե ինչ ենք ընտրում։ Դե ամենալավը ես եմ մամայի կանաչ։ Դրա համար ես երևի այստեղ պուճուր վարդեր կային։ Պուճուր գլխով, շատ պուճուր։ Լուրջ պոպոն, թերթը չի մտածում որ մենք։ Մանոյի սիրած վարդերն են, բայց քանի որ ինքը արդեն հրաշք կա ինքը իր տեսակով, բայց ես ուզում եմ մեջները մանո սպիտակ գույնը շատ է սիրում։ Սա անուն ինչ է ներել։ Մատիոլա։ Մտարով ասկսում, մանո եւ մատիոլա, իրար էլ դավ կգլա։ Մի հատ մատիոլա խնդրում եմ, մի հատ ջղային վարդ դնեմ։ Դե կակաչ մեխա կներես։ Եկեք մի հատիկ էլ կարմիր վարդ տվեք, դա սիրո խորհրդանիշ թողնի։ Մի հատ մատիոլա վարդ եւ վարտիկներ։ Ընտրել եմ այն ծաղիկները, որոնք զգացել են, որ մանոյին նման են։ Ինչի եմ ընտրել այս դաշտային ծաղիկները, որտեղ մանոն միշտ ստիրել է համեստ, փնջեր։ Վարվռուն, ինքը վարվռուն կերպար է, բայց ընդհանուր առմամբ ինքը դրսից է վարվռուն, ներսից ինքը համեստ բաներ է սիրում, թեթև գույներ, բան, կարամ չէ ես սարքեմ։ Դուք ոնց պատկերացնում եք, այդպես, այո։ Իրան ընդհանուր սիրում եմ շատ իրա համբերությամբ, համբերատարությամբ, խորամանկությամբ, կանացի խորամանկությամբ, երբ որ ինքը կարողանում է տղամարդուն ճիշտ ժամանակ տղամարդու հետ զրուցելուց լռել, ճիշտ ժամանակ խոսել, կարողանում է շատ լավ թևեր տալ տղամարդուն, կարողանում է իր ընտանիքում պահել ներդաշնակությունը, գեղեցկությունը, շատ լավ բալանսից հասկանում է ընդհանրապես։ Երբեմն իրան ասում են, որ տենց ինչ-որ քիթը բարձր է, բայց չէ, առաջին հայացքից է տենց երևում, այն էլ ասում Սակո ջան, ինչ անեմ, մի անգամից ծանոթանալուց։ Այո, ես կփաստեմ։ Հա։ Որ այո, դրսից է այդպես։ Ամենածիծաղարն է, որ պապային ոչ մեկ չի օգնել, ու ինքը ասած ասեմ 30 վայրկյանում մի հատ այսքան փունջ է հավաքել։ Երևի ամենաանտաղան ծաղկեփունջը իմն եղավ։ Ես կասեմ հակառակը ես հիացած եմ, չեմ էլ ուղղելու։ Լուրջ։ Այո։ Որ լիարժեք ինքը հասկանալու ասացեք։ Մենակ կխնդրեմ վարդը դնեք ամենակենտրոնում, այդ արդեն ոնց եք դնելու ես էլի չեմ օգնելու։ Ահա։ Ես նշանակում եմ մեր սիրո խորհրդանիշը։ Կապում ենք եւ վերջ։ Մանուշակ։ Այստեղ մանուշակ չկա, բայց լիքը սեր կա։ Ես համոզված եմ, որ իմ ծաղկեփունջը հաստատ կգտնես ու կգնահատես։ Սա ես եմ, իսկ ես սաղ դու ես։ Ես էլ չտերն են, հա։ Կապ չունի, դու շատ ես։ Եվան էլ է լիքը, Յանան էլ լիքը։ Ես էլ մեր տունիկն է։ Սա զարմացել էին։ Ու էլ վերջը աշխատողը ասաց, որ պապան ամենասիրունն էր հավաքել։ Չկա, բայց չկա են վրա։ Կա, կարաս։ Okay, մենք վերջացրեցինք, սենց նույն սիրուն է կադրը սաղը սենց գունավոր։ Ասա, պապա, քո կարծիքով ինչ ա լինելու մաման գուշակելը։ Երկու մեկ ա լինելու, երկու հատ ուշակելու մի հատ չէ։ Ինձ թվում է Յանայինը կարող է մտածի, որ ինքն է։ Ինձ թվում է իմ ու քոնը կգուշակի, Յանայինը երևի կասի իմն է։ Այդ գուշային ես ասում են գնանք տուն, տենանք մաման ինչա գուշակելու, այդ չի գուշակելու, ու գնացինք հասանք տուն, ծաղիկները սենց դրեցինք սեղանին, ու մամային ասացինք, Բայց դու պիտի գուշակես, ով որն է պատրաստ։ ու միջև սկսել է, կարծիքով ինչքան կգուշակես։ Ինչքան գուշակեմ, շատ ճիշտ։ Առաջինը կարամ սկսեմ։ Գուշակած։ Նեն, դրանից հիմա կնայեմ։ Այս կարմիր վարդից շատ բան ասում, ասեմ ինչի։ Դժվար է, ես։ Այս գույները նորից ինձ ինչ-որ բան են հուշում։ Այս պարզությունը, էսթետիկան նույնպես։ Հիմա, ես թվում է այսի պապան ասացել։ Ես թվում է պապան ասարքել, որովհետև այս կարմիր վարդը ես եմ։ Այս բուկետի մեջ ու ինքը շատ տենց հետաքրքիր է, ինձ տենց հատվում։ Սա չի կարա լինի Յանայինը, որովհետև Յանան երբեք սենց թուղթ չէր օգտագործի։ Յանան սիրում է ամեն ինչ մինիմալիստական, ինձ թվում է, որ սա Յանայինն է։ Դու կամ կարա լինի, որ համենայն դեպս է Սևան ասարք է հաստատ։ Այս Սևայինն է, այս
Սաքրինա, էսը Յանային։ Ու մաման մի անգամից հասկացավ, թե ում ծաղիկը որն է։ Զեշտ բարձ է։ Որովհետև ես ձեզ ճանաչում եմ։ Որն է իմ ավելի սիրուն։ Երեքդ էլ ինձ ծածկել սիրուն։ Սիրունա երբ որ իրանք իմ հետ են այս։ Մամա, ես սովորել ես խորհուրդ։ Ոնց կարող է ասենք, մենակ պապատ կարար է սրա մեջ կարմիր վարդն էր։ Չէ, բայց որն ավելի սիրուն, որն ավելի սիրուն։ Էս։ Որտեղ բանա, սպես չտա։ Որովհետև սրա մեջ թաքնված գիրք կա։ Ման բայց նայ, այս պրամես։ Ու գիտես ինքը էսի դրել է, այս կարմիր վարդը ես չեմ։ Ինքն է։ Ահա, ինքը հենց տենց էլ ասեց, մատմա ջղային կարմիր վարդը մեջը դեմա։ Մումույո շուկ է։ Սգյանան կյանքում թղթով ծաղիկ չի տա։ Այս ծնա մեջ նայ կլասիկ, սիրուն մեջը սենց հետ էմոցիոնալ խաղիկներ եւ էսթետիկա։ Հենց ու դասար մի անգամից հասկացա։ Как ты это сделала? Էվեն ու շատ էր զռում որ էտե վատ։ Այդ հետ վերջնաց ես թղթով Էվա փոխել։ Դեմը գլուչ մեզ ճանաչում ես մամ։ Պատկերացնում եք ոնց կարա այդպես բանի։ Լսի, լուրջ կիմանան, որ սարկած էր։ Ես անկեղծ եմ ասում, մենք թե մի հատ Մանոյին ասել ենք, ես ինչպես ռասիկ 3-ից 2-ից դեպի։ Հա, դուք մտածում եք Հա, ես 3-ից չէ, 2-ից։ Ես վստահ եմ, որ սա կգտնես։ Ես ձեզ կողքից շատ եմ ուսումնասիրում, իմ համար արդեն գիտեի, որ Էվան ավելի սենց սիրում է հետաքրքիր, ամեն ինչ ավելի եթերային, որ գույն լինի ամեն ինչի մեջ, ինչ որ սենց խաղիկներ լինեն։ Յանան ավելի սիրում է կլասիկ, պապոց սիրում է ավելի սենց սուր, դիպ խորը։ Դամա շատ հեշտ էր ու հավես էր, ասում եմ, տեսնես ճիշտ է, թե սխալ։ Ну, короче, ես շոկի մեջ եմ։ Ես 90% վստահ եմ, որ դու ոչ մեկն է, չէ, վստահ եմ, որ երկուսը կարող է գուշակես, բայց մեկը չգուշակի։ Հիշի մամայի սիրտը միշտ ամեն ինչ գիտի։ Հա, բայց ինչ լուրջ ասում, հենց ես մամային փորձում եմ խափեմ, դաժե թե աշտարյամն լավ դերասնական խաղացում, ինքը կհասկանա, որ ես խափում եմ, որտեղ ես Դե ինչ, ինձ թվում է արդեն կարանք ավարտենք վլոգը, ինձ թվում է էլի շատ հավես լավ weekend ունեցանք, ստուգեցինք մամային, ու ընդհանրապես շատ հավես էր, անընդհատ նոր բաները փորձելը միշտ հավես է, բայց սպասի միջև վերջնալի մի հատ արագ մի քանի հատ հարց եմ քեզ ուզում տամ ու բրծնենք քուրիկների մասին էլի, որտեղ ինձ հետաքրքիր է քո կարծիքը։ Դասում ձեր ինձ հետաքրքիր չի, պրոստը վլոգի համար եմ անում։ Մենք ինչով ենք իրար նման։ Մենք իրար նման չէ։ Յենա մի բան ասավայ, չի կարա քրենք։ Մի բանը որ մենք իրար նման։ Մեր արյունը նույնն է, մենք ոչ մի բանով իրար նման չենք։ Երկրորդ հարցը։ Եթե մենք մեր հարաբերությունները մի բառով բնութագրենք, ինչ բառ կլինի։ Ես կասեմ խաոս։ Իրա տեսել խորիմաց բան եմ ասել, ունեսպաս։ Իմ կարծիքով ես մենակ կամ ասեմ սեր, որտեվ սիրո մեջ է այդ ամեն ինչը մտնում ենք, իրար սիրելով ենք։ Չթալա չխավ։ Չգիտեմ։ Մի բառ ասա լավ, ինչ է բայս գալու։ Շունուկատու, չգիտեմ։ Շունուկա, ну, հարցիցի կարա լինի։ Հիմա всё, արդեն կար Ասենք մինչև ես մաչա խմեցի, սաղ վրես թափեցի։ Ես դենց օր չկա, որ ես շոբան ուտեմ ու չթափեմ վրես։ Մենք ձեզ շատ սիրում ենք, մենք ձեզ շատ սիրում ենք ու մերսի, որ հետևում եք մեզ։ Ձեր Էվա ու Յանա։ Հաճախ բոլորին։